2 օրից մամայիդ վիրահատում են։ Ինչքան է շանսերը։ Ինչ են ասում բժիշկները։ Հույս տալիս են Թորգոն։ Դու ոնց կա ինձ տենց ասա։ Շանսերը քիչ են։ Ասում են, եթե վիրահատությունից հետո ողջ մնա, հրաշք կլինի։ Բայց չանել չեն կարող։ Սիրտը կարող է ցանկացած պահի կամ կառնել։ Մերս կյանքի ու մահվան կռիվա տալիս։ Իսկ ես տեղ կռիսի պես պահկվել եմ։ Չէ, տենց չի։ Առանց քո ներկայության ես կյանքը մամայիդ համար անիմաստագոր։ Դու պետքա քեզ պահպանես նրա համար։ Չէ, այդ կապ չունի։ Ես հիմա պետք է իր կողքին լինեի։ Դու նրա կողքին ես, ամեն օր, ամեն վայրկյան։ Մայրդ գիտի, որ սա քո ընտրությունը չի եղել։ Թորգոն, դու կարաս կազմակերպես, որ ես հիմա մամային տենամ հնարավոր է վերջին անգամ։ Խնդրում եմ։ Ես քեզ նման վտանգի չեմ ենթարկի, կներես։ Ու առաջինը մայրդ դա չէր ուզենա։ Տղեկը հիմա քեզ են նայում, դու նրանց համար օրինակ ես։ Ու քո պատասխանատվությունը հիմա ավելի շատ է, քան առաջ։ Ես շատ ընկերներ եմ կորցրել, քոր։ Նրանցից շատերը չէին հասկանում, որ վրեժը էմոցիաներով չես լուծի։ Մեկը սխալ հաշվարկեց, մյուսը վստահեց սխալ մարդու։ Երրորդը որոշեց, որ իր ուժը բավական է մենակ գործելու համար։ Հիմա բոլորն էլ հողի տակ են։ Ու ես հիմա ինձ եմ մեղադրում, որ չստիպեցի։ Չհամոզեցի, չկարողացա բացատրել։ Ու հիմա դու ես ընկերներիդ հետ։ Նույն ճանապարհին։ Դա շատ նեղ ճանապարհ է, որի երկու կողմում էլ անդունդ է, ցանկացած սխալի գինը մահն է։